Շնորհակալություն։ Հարցս կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին է ուղղված։ Տիկին նախարար, ես կուզեի ճշտել եկող 2026-27 թվականներին ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի եւ առհասարակ ինքնության պահպանման համար ինչ նախատեսվող քայլեր կան, որ պետք է իրականացվեն ձեր գերատեսչության կողմից։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տիկին Անդրեասյան, խնդրեմ համեցեք։ Իսկ մենք բաց դռներ ծրագրի շրջանակում այսօր ունենք հյուրեր Լոռու մարզի Ճոճկանի Գոր Խուդինյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչները ողջունում ենք բարի գալուս։ Շնորհակալություն, պարոն Բաքոյան, հարցի համար նախ պետք է հիշեցնեմ, որ մենք ազգային փոքրամասնությունների կրթամշակութային ծրագրերի ուղղությամբ յուրաքանչյուր տարի ունենք բյուջետային հատկացումներ եւ ամեն տարվա անելիքների մի մասն է կազմում այս ուղղությամբ աշխատանքը, շատ կարեւոր աշխատանքը եւ շատ կարեւոր բաղադրիչներից մեկը աջակցությունն է ազգային փոքրամասնությունների լեզվող հրատարակվող մամուլին եւ այս տարի էլ, ինչպես նախորդող տարիներին, մենք շարունակենք աջակցություն ցուցաբերել մեր ազգային փոքրամասնություններին համապատասխան լուրերը, տեղեկատվությունը, իրենց կյանքին վերաբերող տարբեր իրադարձությունները լուսաբանող հարթակների գործունեությանը։ Պետք է ասեմ, որ սերտ համագործակցության մեջ ենք համայնքների հետ, որպեսզի նաև որոշակիորեն արդիականացնենք այդ հարթակները եւ բացի թղթային մամուլից անցում կատարենք նաև թվային հարթակներին, որոնք կարող են նաև ավելի մեծ հասանելիություն ապահովել։ Եվ այս մասով կարծես որոշակի նախնական պայմանավորվածություններ կան, բայց այն ձևաչափով, ինչ ձևաչափով, որ աջակցել ենք, շարունակենք դա անել։ Բացի դրանից մենք առաջիկայում, ինչպես գիտեք, փետրվարի 20-ը նշվում է որպես մայրենի լեզվի օր, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված է հատկապես որպես ազգային փոքրամասնությունների նաև մայրենի լեզուն խրախուսելու նպատակն ունի։ Նախորդ տարի մենք շատ լավ փորձ ունեցանք փառատոն կազմակերպելու, որտեղ ներգրաված էին մեր դպրոցները եւ ներկայացնում էին նաև տարբեր նախագծեր, որ արել էին ուսումնասիրելով մեր ազգային փոքրամասնությունների մշակույթը, ծեսերը, սովորույթները։ Այս տարի նույնպես մայրենի լեզվի օրվա ընթացքում անդրադարձ կլինի բնականաբար եւ ես կարծում եմ, որ սա կարեւոր մեր ծրագրերից մեկն է։ Բացի դրանից մենք ներառել ենք մեր կրթական ծրագրերում պարտադիր բաղադրիչ ազգային փոքրամասնությունների ծեսերին, սովորույթներին, մշակույթին վերաբերող եւ առանձին այս ծրագիրը իրականացվում է արդեն մի քանի տասնյակ դպրոցներում ամեն կիսամյակ եւ պարբերաբար նաեւ լուսաբանում ենք ու տարբեր միջոցառումների առիթ կլինի նաեւ սիրով ձեզ կհրավիրենք, որպեսզի ներկա գտնվեք։ Ինչպես նաև կարծում եմ, որ կշարունակենք անդրադարձ կատարել կարևոր հոբելյաններին եւ տոներին, որոնք նույնպես մեր աշխատանքի անբաժան մասն են։ Շատ ամփոփ թերևս սա, բայց կարծում եմ ձեր հարցը ինձ ուղղորդեց նրան, որ գուցե նաև մեր կայքում առանձին տեղադրենք այդ իրադարձությունների եւ սպասվող միջոցառումների ժամանակացույցը, որպեսզի մեր քաղաքացիներն էլ իրազեկվեն եւ ըստ անհրաժեշտության ու իրենց ցանկությամբ մասնակցեն։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն Տիկին նախարար։ Տիկին նախարար, ծրագրերի մի մասը նաև ուղղված էր ճանաչողությանը, որպեսզի նաև մեծամասնության կողմից իրենց մեջ ապրող ազգային փոքրամասնություններին կարողանան ճիշտ ճանաչել եւ իրենց նկատմամբ վերաբերմունքը ճիշտ դրսևորվի։ Սա շատ կարեւոր հանգամանք է, չեմ կարող չնշել, որ հատկապես ձեր պաշտոնավարման ժամանակ բավականին մեծ ծրագրեր են իրականացվում, նաև թվով շատ ծրագրեր են իրականացվում, բայց ես միևնույն է ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել եւ հետեւյալը ներկայացնել։ Առարկայական ուզում եմ ձեզ ասել, որ լեզվի պահպանման համար էլ մինչ այս պահը գուցե դրանք ապագայում դեռ պետք է տան արդյունք, բայց այս պահին մենք այդ մասով դեռ լուրջ խնդիրներ ունենք եւ 30-40 հազարանոց եզդիական համայնքում բարձր մակարդակի լեզվակիրներ չունենք, լեզվի գրողներ չունենք, քիչ են,
դրանց թիվը գուցե 2-ն են, 3-ն են։ Եվ այս առումով այս խնդիրը ինձ իսկապես մտահոգում է, եւ եթե մենք իսկապես մի քիչ ավելի կտրուկ քայլեր չիրականացնենք, կարծում եմ այս process-ի երկար է տևելու։ Մշակույթի պահպանման առումով էլ կարծում եմ մենք լուրջ խնդիրներ ունենք։ Նույն 40,000-ից համայնքը ունի ոչ մի հատ բարի խումբ, չունի երգի խումբ։ Եթե ես վաղը ուզեմ ձեզ հրավիրել, վարչապետին հրավիրել որևէ եզդիական միջոցառման, չկան որևէ խմբեր, ովքեր կկարողանան ներկայացնել եզդիական մշակույթը։ Սա իսկապես անհանգստացնող է եւ այս ուղղությամբ կխնդրեմ, որ դուք քայլեր ձեռնարկեք եւ կառաջարկեմ մենք նաեւ առանձին հանդիպում ունենանք, քննարկենք մնացած դետալները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բաքոյան, միշտ պատրաստ եմ հանդիպման եւ բոլոր այն առաջարկները, որոնք կլինեն, սիրով հասկանանք իրատեսականության եւ իրագործման նաեւ փուլայնության տեսանկյունից։ Ինչ վերաբերում է մշակութային կյանքի աշխուժացմանը, ես նաեւ լուրջ խնդիր եմ տեսնում թատրոնի հարցը եւ մենք քննարկել ենք ու նույնիսկ կոնկրետ առաջարկներ ենք համայնքի հետ քննարկել, ինչպես դա զարգացնել։ Այստեղ գիտեք, այդ բոլոր աշխատանքները պետք է լինեն համատեղ, որովհետեւ մենք առանց համայնքի ներգրավվածության այդ խնդիրները ուղղակի չենք կարողանա արդյունավետ լուծել։ Հետևաբար ես կարծում եմ, որ ձեր հանդիպման առաջարկը շատ տեղին է, եկեք համատեղ քննարկենք այն առաջարկները, որովհետև մեր կողմից եղել են առաջարկներ, որոնց համայնքը երբեմն չի արձագանքել այնպես, ինչպես որ մենք ակնկալում էինք, օրինակ նույն Ալագյազի մշակութային կենտրոնը, որը մեծ գումարներ դրվեց պետության կողմից, ձևավորվեց եւ այդտեղ կարող էր թե բարի, թե թատերական լավ միջավայր լինել, բայց համայնքը նշեց, որ իրենք պատրաստ չեն եւ չեն ուզում այդ միջավայրը այնտեղ ունենալ։ Կարծում եմ, որ սա իսկապես քննարկման կարիք ունեցող հարց է, սիրով պատրաստ եմ խոսել։ Շնորհակալություն։